շատ լավ մանկություն ունեց երեխան, շատ ընկերասեր, բարեկամասեր, լուրերը հասա, որ երեխան անգամ զոհված, բայց մենք չենք ընդունում։ Ռիփսի մեջ ես կգամ, երեխան անգամ տեսիլքի ձևով տեսեն։ Ինչի է երեխու նկարները ադրբեջանցին ուղարկեն։ Շատ ցավալի է, որ այսօր իմ թորս ոչ միայն չեն ասում, հերոս է եղել։ Մենք սպասում ենք, ես գիտեմ, որ մի օր գալու է։ Ես Արտաշես Սայիդյանի տատիկն եմ։ Ճիշտ է, ինքը ծնվել է Շահումյան գյուղում, բայց դպրոցը հաճախել է Ագեպատ գյուղի դպրոցում, միջնակարգ դպրոցը։ Սովորել է երկրորդ դասարանից ստե։ Լավ է սովորե, արտաճանաչ, գերազանց, խոնար երեխա է եղել։ Տատիկն եմ, մորական տատիկը։ 9-րդ դասարանը ավարտելուց հետո գնացել է Արթիկի Հառեջավանք եկեղեցու ճեմարանը, սովորել է տարի կես սովորեց, հետո ինչ-ինչ հանգամանքներով երեխան դուրս է եկավ նորից շարունակեց իր դպրոցը, ավարտեց էլի Ագեպատի 12-ամյա դպրոցը։ Նրանից հետո արդեն բանակի հարցն է եղել։ Մանկությունը շատ լավ մանկություն ունեց երեխան, շատ ակտիվ, ընկերասեր, բարեկամասեր, մեզ լսող, հարգող, հենց այդ երազանքը եկեղեցին է եղել առաջինը։ Ինքը հենց դպրոցում, որ գնում էր դպրոց, գալիս էր անպայման պետքա շաբաթ կիրակի օրերը, մանավանդ կիրակի օրերը գնար Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Անպայման պետքա մասնակցեր պատարագին, ժամերգությանը։ Անգամ սոված էր գնում, ասում է Արտաշես ջան, գոնե մի կտոր հաց, ասում էր տատիկ ջան, եթե մի կտոր հացը ուտեմ, ես չեմ կարա նշխարքը տենց ընդունեմ։ Ես պիտի գնամ, պարտաճանաչ գնացի, շատ նվիրված եկեղեցուն։ Նրանց հետո էլ ինքը ուզում էր էլ ավելի բարձրագույն, բայց առաջինը նախընտրեց ճեմարանը։ Բայց երազանքը ուզում էր, որ բարձրագույն սովորեր։ Արդեն որ բանակի հարց եղավ, անգամ ուզում էր էլի սովորեր, գործերը տար բարձրագույն, դրա հետ մեկտեղ էլ ծառայեր, 5 տարով, որ ծառայում են։ Բայց հետո, որ մայրս տեչեր, շատ դեպքում խղճում է, ասում է, չէ բալես, գնա 2 տարին ծառայի արի, գնա հասի մամայիդ, տրամադրված գնացել է, չի դժվարացել ծառայությունից, տարի ծառայել է Ջաբրայիլում, այդ պատերազմը սկսվավ, ամսի 25-ի օրը խոսել եմ հետը, դա անգամ մենք պասիլկա ենք ուղարկել իրան, գումար ուղարկեցինք, ասեք տատի ջան, բարձրանում եմ դիրքեր, տանենք ընդեղ խորոված անենք, ուղարկեցինք երեխու համար, բայց այտենց էլ ամսի 26-ի օրը նորից զանգել է, մեկ առավոտյան ժամերին զանգեց, հետո եկավ երեկոյան ժամերին, համարյա ժամի 10-ը կլներ, զանգեց, ասեմ Արտաշես ջան, բա ինչ ես նորից զանգե բալես, ասես դե տատի ջան, ուզում էի մի հատ էլ բարի գիշեր ասեի, ահագին զրուցեց, բայց ես թվում է երեխաները գիտեին այդ պատերազմի մասին, դրա համար էլ ինքը հնարավոր չէր մի օրվա մեջ 2 անգամ զանգեր։ Տենց ահագին խոսեցինք, հետո զանգել է երեմ մամային, որտեղ մայրամս ասեց ինձ էլ զանգել, էլ դրանից հետո մենք իրանից տեղեկություն չենք ունեցել։ Հետո մենք ենք զանգել, հետո լուրերը հասա, որ երեխան ինչ որ խփել են, անգամ զոհված, բայց մենք չենք ընդունում։ Կապը ամսի 26-ից կտրվեց։ Էլ չենք ունեցել։ Գալիս է ձեր երազներին։ Շատ։ Տատիկի ասել է տատի ջան, ես գալու եմ։ Միշտ այդ բառն ասել է, ուրիշ ոչ մի բան։ Ինքը անգամ
երեխաների երազներին էլ էր գալի, որ ասում էր իմ թորիս Ռիփսիմեիս երազին շատ է եկել, որ Ռիփսիմե ջան ես կգամ, երեխան անգամ տեսիլքի ձևով ա տեսել, մայրս ա տեսել, դե հիմա ինքը չկա 95 տարեկան կին էր, մի օր գոռաց, ասեց Փիրուզ, հելի երեխան եկել ա, վազել ենք, մամա ուր ա, ասեց հենց նորս դե կանգնած էր, ասի Մարտաշիկ ջան, բա ինչ ես ուշանում, ասեց տատի ջան, չեն թողնում, որ ես գամ, թե չի կգամ, ասել եմ փախի արի, բայց ճանապարհը չգիտեմ։ Մենք չգիտեմ, ես ասու հույսով, մենք սպասում ենք, ես գիտեմ, որ մի օր գալու է։ Անդադ զանգել են ինձ վրա, երեխու նկարները ուղարկեցին, դոկումենտներն ուղարկեցին, բիլետը, նկարները, ես հանկարծակի եմ տեսել, հեռախոսը բացել եմ, տեսել եմ ինձ վրա նկարները, ու ես վախ եմ, ասում եմ, ես ինչ բան է, բոլորին հարազատներին զանգել եմ, եկի ասեմ, ինչի է երեխու նկարները ադրբեջանցին ուղարկեն։ Ձեզ ադրբեջանցին։ Այո, նկարները, երեխու բիլետը, ու ամեն ինչը մաքուր։ Դուք մեր երկրի իրավապահներին, պաշտպաններին։ Բոլորին ասել եմ, բոլորին, իմ երեխան եկե հասեց, թե ամեն տարին երկու անգամ գալիս է, այս տարի 3 անդադ ինքը կապի մեջ է, բոլորի հետ։ Անգամ կարմիր խաչ, ինքը 2 անգամ դենեթեյ ա տվե, հերն էլ ա տվե, այնպես չի, որ հենց սկզբից ինքն ա տվե։ Հետո պաշտպանության նախարարություն ա մտե, քնչական, բոլորի հետ ինքը մինչև հիմա էլ ստե չի ապրում, բայց բոլորի հետ կապի մեջ է, բոլորի, ամեն իր հեռախոսի վրա էլ անդադ զանգեր եկե, խոսացել են, անգամ քրոջը վրա, քուրը խոսա, ուր է իմ աղբերը, տեղն ասեք, բա ինքը հեռու է, հետո ինքը անդադ իր հեռախոսը օգտագործվե, կարելի է ասել մինչև անցյալ տարի կապի մեջ էր հեռախոսը, բայց հիմա էլ կապը չկա։ Ալո։ Ով է։ Արմանն։ Արման ջան, դու ասեցիր Արտաշես էսա կգա, որտեղից պետք է գա։ Հա, ես ասի կգա։ Հա, բայց որտեղից պետք է գա, Արման ջան, մենակ էդի կասես։ Չեմ ասի։ Ինչի չես ասի։ Չկալի է։ Բայց Չեմ ուզում ասել։ հեռու տեղից է գալու։ Հա, հեռուից, հա, շատ հեռու։ Ինչքան հեռու։ Ահավոր։ Ահա։ Ահավոր հեռու։ Իսկ որ շատ խնդրեմ կասես Արտաշես հիմա ոնց է։ Ինքիրա։ Ընտիրա։ Իսկ դու քո անուն ազգանունը Արմանիշյան ես։ Հա, Հովանեսյան։ Արման Հովանեսյան։ Իսկ հայրանուն։ Այո, բանա, հա, Հովանես։ Հա, Կարապետի այսինքն։ Հա։ Իսկ կարող ես բարձրի որ դու հայ ես։ Հա, բաղը։ Կարող է։ Ու իրանք վերցում էին երեխու մեր երևի չգիտեմ իդ ոնց է նկարները տեղադրում էին, ուղարկում էին մեզ, ասենք եթե ինքը զոհված է, ինչի պիտի ադրբեջանցին զոհվածի համար նկարներ ուղարկի, կամ անդադ զանգի ծնողի, իմ աղջկա մեր վրա, ինչի համար է զանգում, չէ, էդ էլ հարց է, ուրեմն երեխան գուցե հենց իրանց մոտ է, որ իրանք մեր հոգեբանության վրա ոնց որ ազդեն, մենք ոնց որ խելագարվենք դրա համար, այդ ամեն մի զանգի պահը։ Ալո։ Չեմ կարասել։ Իսկ իրա համարը ձեզ որտեղից։ Նայեք, լսեք, ես կգա Իրան հետ հարցերը տվեք, լավ։ Չէ, ես ուզում եմ մի հատ բան հարցնեմ, սպասեք, ես 3 անգամ զանգեցի, տարբեր մարդիկ են պատասխանում։ Լավ է կարևոր։ Զանգում եք, մտածում եք Արտաշեսի մասին շատ լավ եք։ Ես կգա, ու Իրանի սա կհարցնեք, լավ։ Երբ կգա։ Ես գալիս ենք։ Որտեղ է հիմա։ Ալո։ Անտարբեր չենք, մինչև հիմա էլ, անգամ իմ աղջիկը վարչապետի հետ էլ զրուցի նստել, պահանջել է, խոսել է, հարցերը տվել է, բայց ոչ մի տեսա չկա։
անգամ մարմին չկա, որ շատ Չէ, դերում կան, չէ՞։ ամբողջ մի ալբոմները, չգիտեմ ինչքանի 4-5 ալբոմներ կա զոհվածների։ Իմ երեխան մի շաբաթ գնաց անգամ ես քնիշներ էին զարմանում, ասում էին դու կվատանաս ծանը, ասում էր ինձ մի խանգ, ամբողջ ալբոմներն ա նայե, նորից պահանջել ա, էլի բանը ալբոմներ են ուղարկե, Մարիամիս ասել են, էլի ահագին մի 100 հոգի այտենց զինվորի էլի կո պահանջով մենք գնացել ենք երևի Գորիսից այն անատոմիկից եմ վերցրել, էլի ասել են կգաս կնայես, բայց չեն գտնում, չգիտեմ, հենց այդ վերջի նկարները չի նայե աղջիկս։ Ամեն տեղ էլ փնտրել ենք, մենք հենց առաջի օրը, որ ասին Գորիսում էլի մեր երեխու մոմենտով էլ ասեցին զոհեն բերեմ, մենք գնացել ենք, բայց չի եղել երեխան։ Ասենք այդքան բանը վկաներ եկան, ասեցին, որ երեխուն բերել են։ Մի վկա զինվոր ասեց երեխուն ես անձամ ինքս եմ Արտաշեսին հանել, մի հատ վիրավորի եւ մի հատ զոհվածի հետ բերել ենք Հայաստան, բայց հիմա վիրավորը կա, այն մի զոհվածը հուղարկավորվել է, բայց մեր երեխան չկա։ Բա մեր երեխան ինչ եղավ։ Արտաշեսի հետ ծառայող զինվորներ կան, որ վերադարձել են։ Չէ, մի հոգի կար, որ անգամ միջոցառում եղավ մեր գյուղապետարանում, մենք իրան հրավիրեցինք, ինքը ասեց ես լսել եմ, բայց կոնկրետ չգիտեմ, արդյոք զոհվել է թե գերի է գնացել։ Լսել ենք, որովհետև ինքը հենց սկզբից հրամանատարը հենց առաջ օրվանից ասել է մեզի պեկայիստ է պետք։ 2 պեկայիստ են եղել։ Այն մեկը հրաժարվել է, որ ավելի շուտ է ծառայության մեջ եղել, ասել ես վախենում եմ, բայց իմ Արտաշեսս հերոսաբար ասել է ես կգամ։ Ասում է տատ այնքան եմ հոգնում, ասում եմ ինչի բալես, ասեց զինավարժություններ են կանում, ոնց որ իսկական պատերազմ լինի։ Ասի ոչինչ բալես, բա զինվորը պետք է ամեն ինչի պատրաստ լինի։ Մենակ այդ ուրիշ բաներ իրանք չէին կար ասին, թեկուզ ինչ է զինվորը ոնց կարա ինչ որ արել բան ասի։ Ես սպասում եմ։ Իմ մոտ ով եթե որևէ բան ասում է, ես չեմ ընդունում ոչ մեկի խոսքը։ Ես սպասում եմ։ Որտեղ ինքը միշտ էլ գալու երազով ասում է տատի ջան, ես գալու եմ։ Բայց երբ չգիտենք։ Եթե այսքան վկաներ եղան, տարբեր թեմաներ եղավ, այսքան հեռախոսազանգեր, ես մի բան եմ մտածում, ինչի պիտի ադրբեջանցին տարիներով իմ երեխու հեռախոսից խոսա, իր անունից խոսա, բայց չներկայացնեն երեխային։ Եթե զոհված է, իրան ինչ ձեռին տալի ադրբեջանցուն, որ ասենք խոսա զոհվածի մասին, ծնողի հոգեբանության վրա ազդի։ Բայց ինչ էին ասում կոնկրետ։ Որ ինքը մեր մոտ է, ինքը հիմա հեռու է, այն սկզբից ասին հոսպիտալում է, ինքը վիրավոր է, ոտից ու թևից։ Հա, հայերեն լավ խոսում են։ Հա։ Բայց չեն հստակ տա, ասենք քույրը ասելա տվեք աղբորս հետ խոսամ, չէ ինքը չի կարա։ Քուրն էլ շատ ասենք ադրբեջանցիների հետ խոսացել է, որ մի զանգել են, տես ինքը ստեչել է, քույրիկն էլ, դե ինը ավարտեց, գնաց իր մամայի մոտ, ես ճանապարհին ընդեն դե է իր ուսումն ավարտել։ Հա, խոսացել է։ Աղջկաս հետ միշտ կապի մեջ եղել են իրանք, խոսացել են։ Զրույցները իրանց այդ ձայնագրությունները մինչև հիմա պահպանվում է, իրանց զրույցները, մինչև հիմա պահպանված է, բայց չգիտեմ ինչի, ոչ մեկը չուզեցավ դրա այդ ճյուղով գնա, հետաքրքիր, թեկուզ հեռախոսազանգերի միջոցով, չարեցին, իմ աղջիկը շատ պահանջեց, ասեց իմացեք, էլի քթեք, բայց չարեցին։ Այսինքն որ ջան գործադրել, այո,
Գուցե գոնե գտնեին, այո, գուցե գտնեին։ Հասկանայինք, բա ով է այդ զանգողը։ Ես մի ասել որ գնացին, ասում ինձ անհանգստ, ինձ զանգում են, ասում է դե կարող է այդ համը իմ անունով է գրանցված եղել։ Ասեմ, եթե իմ անունով գրանցված տարիներ անց է, ով էլ հեռախոսը վերցում, արդեն իմ անունը ջնջվում է, ուրիշի չէ անունով պետք է լինի, բայց մինչև հիմա իմ անունով է մնացել։ Դե ինքը որ անչափահաս էր իմ անունով էինք հեռախոսը առել։ Հիմա տենց իրանք էլ էլի չարեցին ոչինչ, չուզեցան։ Կան չեն ուզում։ Այսինքն այդ երեխան չի ծառայ, տենց է գալի, զինվոր չի եղել իրանց համար, կորավ։ Դա շատ ցավալի է, որ այսօր իմ թոռս ոչ մի տեղ չի հիշվում, ոչ միայն չեն ասում, հերոս է եղել։ Դա շատ ցավալի է։ Շատ մեծ ապագա, մեր պահի տակ ասում էր տատի ջան, ես ձեզ մենակ չեմ թողնի, չեմ գնա մամայի մոտ կմնամ, ստեսիչ գործը կդնենք, կանենք, ես կսովորեմ, ստե իմ ապագան կստեղծեմ։ Հետո նորից խղճում էր, ասում էր, չէ, կգնա մամայի մոտ։ Դե բնական է, ինքը երիտասարդ, կարելի ասել երեխա է, ինչ է։